Արդեն մեկ անգամ լրացուցիչ տեղեկություններ են հայտնել այս կապակցությամբ ցանկանում են Եթե լրացուցիչ տեղեկությունները նշեք։ Նախ կարծում եմ պաշտպան Կոչուբաևը ուշադիր չի լսել գործընկերոջս հայտնած հանգամանքները, իրավական կարգավորումները, որոնց հիմքով կարող է դատավարության այս փուլում ներկայացնել միջնորդություն քրեական հետապնդումը դադարեցնելու եւ այն հիմքը, որը մատնանշել է պաշտպանը, այս դատավարության այս փուլում այդ հիմքով քննարկում տեղի ունենալ չի կարող։ Բացի այդ, ինչ վերաբերում է պաշտպանական կողմի այդքան հարցածված տեսանյութին, ես ցավում եմ, որ ըստ էության ելույթով հանդես եկած պաշտպանները չեն ընթերցել մեղադրական եզրակացությունը եւ իրենց համար ընկալելի կամ իրենց համար ընկալելի չի եղել, թե նշված տեսանյութը որպես ապացույցի ինչպիսի հանգամանք է հաստատում, որի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ հստակ արձանագրված է եւ մանիպուլացնել ներկայացված ապացույցը եւ դա ցույց տնել որպես այդ պայթյուններ առաջացնելու միջոց կամ չգիտեմ նմանատիպ այլ արարքներ պարզապես անտրամաբանական է եւ խնդրեմ առհասարակ պաշտպանական կողմին հատկապես պաշտպան Մկրտիչ Դավթյանին այսուհետ ելույթ ունենալիս խոսել ըստ էության եւ դուրս չգալ դատավարության շրջանակներից այսքանը Պատվարժան դատարան կարելի է հարց ունեմ բան չի հարցի բան չկա ուղղակի Չէ, հարցի բան չկա եթե ցանկանում եք արտահայտվել զուտ քրեական հետապնդումը դադարեցնելու առումով խնդրեմ Ես ուղղակի չհասկացա ինչ ասվեց այստեղ ոչ բովանդակությունը ոչ հայերեն ձևակերպումներ եթե կարելի է երկրորդ անգամ թող կրկնի Բացարձակ չհասկացա Դարձյալ ձեռքը ուղղելով ժողովրդին ցույց տալու համար, որ այս ամեն ինչը ներկայացումը այդ ենթատեքստը տալով ուզում եմ ասել իրենց անունը հանրային մեղադրող է ամեն անգամ ձեռք հայացք ուղղելով դեպի ժողովուրդը դրանով չեն ազատվելու հետևաբար խնդրում եմ հիմա շատ բանական հայերեն լեզվով բացատրել թե ինչ ասեց որովհետև ես չհասկացա ուղղակի առանց հեգնելու եմ ասում չհասկացա ըստ էության թող խոսեն այս գործում կեղծիք կա թե չկա ներառյալ Արմենի դեպքը ըստ էության թող խոսեն Եթե հանրային մեղադրողները ցանկանում են լրացուցիչ արտահայտվել խնդրեմ եթե ոչ ուրեմն Պարոն Գալստանյանի պաշտպանների ֆունկցիա վերցնելու ցանկություն չկա Եթե հասկացել պարոն Գալստանյան չկա իր պաշտպանները կբացատրեն երևի իրեն կհասկանա Ուրեմն այս դալիճում պարոն Գալստանյան չկա ու այդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տակ Մենակ մխիթար գործ չեք ստանալու ուրիշ բաներ էլ եք ստանալու Լսեցինք նստեք